Աշխարհահռչակ Beatles խմբի հիմնադիր Ջոն Լենոնը հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց. «Քրիստոնեությունը կչքվի, Հիսուսը լավ մարդ էր, բայց մենք հիմա նրանից ավելի հայտնի ենք»։ Շուտով նա սպանվեց ատրճանակի 5 հարվածից հենց իր երկրպագուի կողմից։ Բրազիլիայի նախագահ Տանկրեդո Նևես նախագահական քարոզարշավի ընթացքում նա ասաց, որ եթե իր կուսակցությունը 500,000 ձայն ստանա, ապա նույնիսկ Աստված չի կարող իրեն հեռացնել նախագահական աթոռից։ Անշուշտ նա ստացավ իրեն հարկավոր ձայները, բայց նախագահ դառնալուց 1 օր առաջ նա ձեռք բերեց անբուժելի հիվանդություն և շուտով մահացավ։ Մերլին Մոնրո մի ելույթից հետո նրան այցելեց Բիլի Գրահեմը և ասաց, որ Աստծո հոգին է իրեն ուղարկել քարոզելու դերասանուհուն։ Քարոզչին լսելուց հետո Մոնրոն ասաց. «Ես քո Հիսուսի կարիքը չունեմ»։ Մեկ շաբաթ անց նրա դին գտան սեփական բնակարանում։ Սա Տիտանիկ նավը կառուցող Թոմաս Էնդրյուսն է։ Նավի պատրաստ լինելուց հետո լրագրողը նրան հարցրեց, թե ինչպես կգնահատի նավի հզորությունը։ Նա պատասխանեց. «Այս նավը նույնիսկ Աստված չի կարող խորտակել։ Բոլորը գիտեն ինչ պատահեց Տիտանիկի հետ»։ Եվ վերջում իհարկե ամենահետաքրքիր պատմություններից մեկը։ 2005 թվականին Բրազիլիայի Կամպինաս քաղաքում մի խումբ ընկերներ հարբած վիճակում գնացին իրենց հետ վերցնելու իրենց ընկերուհիներից մեկին։ Մայրը աղջկան ճանապարհեց մինչև մեքենան և մտահոգվելով նրա ընկերների հարբած վիճակով բռնեց արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասաց. «Աստված քեզ հետ աղջիկս, թող նա պահպանի քեզ»։ Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ էլ տեղ չկա»։ Մի քանի ժամ անց լուրեր հասան, որ մեքենան վթարի է ենթարկվել և բոլոր ուղևորները մահացել են։ Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ դժվարությամբ հաջողվեց պարզել մակնիշը, իսկ բեռնախցիկը զարմանալիորեն անվնաս էր։ Ոստիկանությունն ասաց, որ անհնար էր, որ բեռնախցիկն անվնաս մնար։ Նրանք մեծապես զարմացան, տեսնելով, որ բեռնախցիկում դրված հավկիթներից և ոչ մեկը չէր կոտրվել։ Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես։